ԱՄՆ-ում սկսել է գործել նոր խիստ օրենք բեռնատար մեքենաների վարորդների համար։ Այն վարորդները, ովքեր չեն հանձնի անգլերեն իմացության պարտադիր թեստը, կզրկվեն կոմերցիոն վարորդական իրավունքից և աշխատելու հնարավորությունից։ Այս որոշումը կայացվել է Թրամփի վարչակազմի կողմից որպես ճանապարհային անվտանգության խթանման քայլ։ Ըստ իշխանությունների, ԱՄՆ-ում ցանկացած վարորդ պետք է ի վիճակի լինի կարդալ ճանապարհային նշանները և կարողանա շփվել ոստիկանության աշխատակիցների հետ չարաշահումների և շփոթմունքներից խուսափելու համար։ Այս կանոնակարգը արդեն ուժի մեջ է մտնում։ Սա լուրջ հարված է բազմաթիվ ներգաղթյալ ընտանիքների, որոնց ապրուստի միջոցը կախված է հենց այս արտոնությունից։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ ԱՄՆ-ում ձերբակալված միգրանտների թիվը հասել է ռեկորդային 59,000-ի և նրանցից գրեթե կեսը որևէ հանցանք չեն գործել։ Տուն ունենալը շատերի համար դարձել է անհասանելի ճոխություն։ Միացյալ Նահանգներում գրեթե 800,000 մարդ արդեն անօթևան է։ ԱՄՆ կոնգրեսում WhatsApp-ը արգելվել է, պաշտոնյաներն ասում են, որ վտանգավոր է ազգային անվտանգության համար։ Միացյալ Նահանգներում շատերը վախենում են, որ պատերազմական լարվածության ֆոնին կարող է վերադառնալ պարտադիր զինծառայությունը և դա ամենևին անհնար չէ։ Ինչու է Թրամփը զայրացել լրատվամիջոցների վրա, CNN-ին անվանել է աղբ, իսկ NBC-ին սրիկապ։ ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց թիվը աճում է, բայց որ նահանգներում են ամենաշատն ու ամենաքիչ կրթվածները։ Որ նահանգներն են ստանում միլիարդավոր դոլարներ ռազմական բյուջեից։ Ինչու է Կալիֆոռնիան տեխնոլոգիա զարգացնում բանակի հաշվին։ Այսօր պարզելու ենք, թե ուր են գնում բանակին ուղղված հսկայական գումարները։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը։ Ես Լենա Կարապետյանն եմ ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր նորությունները։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, մենք YouTube-ում արդեն 10,000 ենք ու այս ամենը միայն ձեր ակտիվության շնորհիվ։ Եկեք միասին քայլ առ քայլ ու համառ աշխատանքի շնորհիվ հասնենք մինչև ամսվա վերջ 13,000-ի։ Եթե ցանկանում եք մեզ աջակցել, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը։ Այսը այս պահին պահում է շուրջ 59,000 միգրանտ։ Սա ռեկորդային թիվ է։ Հատկանշական է, որ պահվողների 47%-ը որևէ դատվածություն չունի, միայն 30%-ն է մեղադրվում ինչ-որ հանցանքների մեջ։ Այս տվյալները հարցականի տակ են դնում իշխանությունների այն պնդումը, թե արտաքսումներն ուղղված են միայն վտանգավոր հանցագործների դեմ։ ICE կենտրոնները ներկայումս գործում են իրենց թույլատրելի հնարավորությունների 140%-ով, ինչը զգալիորեն գերազանցում է կոնգրեսի սահմանած 41,500 տեղը։ Հունիսին օրական կատարվել է միջինը 1,200 ձերբակալություն, իսկ առանձին օրերին այդ թիվը հասել է 2,000-ի։ Համեմատության համար Թրամփի երկրորդ պաշտոնավարման առաջին 100 օրերին այս թիվը եղել է ընդամենը 660։ Այս թվերը գերազանցում են 2019 թվականի նախկին ռեկորդը 55,000-ը։ Երկու նախկին պաշտոնյա ICE-ից խոստովանել է, որ երբեք չեն տեսել նման մասշտաբային կալանքների աճ։ ԱՄՆ-ում բնակարանային ճգնաժամը հասել է ռեկորդային մակարդակի։ 2024 թվականին միջին տան գինը, եթե ցանկանում եք գնել, ապա կազմում էր $416,500, իսկ եթե ցանկանում եք վարկով վերցնել, ապա ձեր տարեկան եկամուտը պետք է գերազանցեր $120,000։ Այնինչ, երկրում կա 46 միլիոն վարձակալ և նրանցից միայն 6 միլիոնին է հաջողվում գնել այն։ Վարձակալների ավելի քան կեսը իրենց եկամտի 30%-ից ավելին է ծախսում տան և կոմունալ վճարների վրա, իսկ ամեն երրորդը ավելի քան 50%-ը։ Տուն գնելը գրեթե անհնար է դարձել, քանի որ գնի և եկամտի հարաբերակցությունը հասել է 5:1-ի, ինչը նախկինում եղել է մոտ 3:1-ի։ Խնդիրն առավել սուր է խոշոր քաղաքներում, օրինակ Սան Խոսեում տուն գնելու համար հարկավոր է $600,000 տարեկան եկամուտ, իսկ 2024-ի հունվարին ԱՄՆ-ում գրանցվել է 771,480 անօթևան, ինչը 33%-ով բարձր է, քան 2020-ին։ Համոզված եմ, որ մեզ դիտողներից շատերը գոնե մեկ անգամ բախվել են առողջապահական հաստատություններում մինչև բուժում ստանալը ապահովագրական ընկերությունների գումարների հաստատմանը ամիսներով սպասելու դեպքին։ Ձեզ համար ունենք լավ նորություն։ Առողջապահական խոշոր ընկերությունները խոստացել են պարզեցնել գումար տրամադրելու ընթացակարգերը։
Այս համակարգը տարիներ շարունակ քննարկվել է բժիշկների և հիվանդների կողմից բուժման, ուշացումների և բյուրոկրատիայի պատճառով։ Ընկերությունները նախատեսում են ներդնել էլեկտրոնային դիմումների միասնական համակարգ, կրճատել հաստատման պահանջվող ծառայությունների քանակը և երաշխավորել, որ հաստատված բուժումները ուժի մեջ կմնան, նույնիսկ եթե փոխվի ապահովագրական պլանը։ Սակայն քննադատությունները շարունակվում են, բժիշկները դժգոհում են, որ որոշ մերժումներ չեն վերանայվում մասնագիտացված բժիշկների կողմից, ինչը ազդում է բուժման որակի վրա։ 2025 թվականի ֆինանսական տարում ԱՄՆ ազգային պաշտպանության ծախսերը կազմել են 832.3 միլիարդ դոլար, ինչը 15%-ով պակաս է 2010 թվականին ցուցաբերած ցուցանիշից։ Այսպիսով, այս ամենը նշանակում է, որ բյուջեն հավասարաչափ է բաշխված ու հավասարաչափ է զարգանում, եւ այս ամենը կախված է երկրի ռազմաքաղաքական իրավիճակից։ Պաշտպանության ոլորտը կազմել է դաշնային բյուջեի 13%-ը, որը այն դարձրել է երկրորդ ամենամեծ ծախսային ուղղությունը սոցիալական ապահովությունից հետո։ Համեմատության համար 1940-ից մինչև այսօր այս բաժինը տատանվել է 11-ից մինչև 90%, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հասել է գրեթե ամբողջ բյուջեի չափին։ Պաշտպանական բյուջեն բաղկացած է մի շարք բաղադրիչներից։ Առաջինը բաժին է ընկնում տեխնիկական սպասարկմանը 318 միլիարդ, հաջորդը դա զինվորականների աշխատավարձերն ու նպաստներն են 184 միլիարդ։ Պաշտպանական բյուջեի մեծ մասը գնում է զինտեխնիկայի ձեռքբերմանն ու նոր զինատեսակների մշակմանը։ Միայն հետազոտության և փորձարկման համար հատկացվել է ավելի քան 130 միլիարդ դոլար։ Այս գումարով զարգանում են նոր սերնդի ինքնաթիռներ, արհեստական բանականությամբ կառավարվող համակարգեր, կիբերպաշտպանություն և արդիական սպառազինություն։ Պաշտպանական բյուջեն անհավասարաչափ է բաշխված։ Վիրջինիան ստացել է 60 միլիարդ, Տեխասը 45, իսկ Կալիֆոռնիան շուրջ 40 միլիարդ դոլարի պայմանագիր։ Այս ամենը նաև ազդում է տեղի աշխատաշուկայի և տնտեսության վրա։ Նյու Մեքսիկոն և Կոլորադոն նույնպես զգալի պաշտպանական ներդրումներ են ստանում։ Լոս Ալամոսի լաբորատորիան կենտրոնական դեր ունի միջուկային ծրագրերում, իսկ Կոլորադոն օդատիեզերական և կիբերանվտանգության ոլորտում։ Այս ծախսերը խթանում են նաև բարձր տեխնոլոգիաների զարգացմանը։ Որոշ նահանգներ, ինչպիսիք են Հավայան կղզիները կամ Վերմոնտը, ավելի քիչ են օգտվում պաշտպանական բյուջեից և հավանությունը տալիս են կրթության կամ առողջապահության ոլորտի զարգացմանը։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նահանգն է ընտրում, թե ինչպես զարգանա ու ինչի վրա ուշադրություն դարձնի։ Քաղաքական և հասարակական դիսկուրսում շարունակվում են քննարկումները, արդյոք անհրաժեշտ է այսպիսի ծավալով ծախսեր, երբ սոցիալական ոլորտներն էլ ունեն խորացող խնդիրներ։ Որոշ քննադատներ պնդում են, որ այդ միջոցները կարելի էր ուղղել առողջապահության, կրթության կամ բնակարանային խնդիրների լուծմանը։ Եզրափակելով, ԱՄՆ-ում պաշտպանական ծախսերը շարունակում են ունենալ ոչ միայն ազգային անվտանգության, այլ նաև տնտեսության շարժիչ ուժ, ինչը մեծ ազդեցություն ունի ոչ միայն մարդկանց, այլ նաև ամբողջ երկրի ապագայի վրա։ Ներկայացուցիչների պալատի անդամներին արգելվել է պաշտոնական նպատակներով օգտագործել WhatsApp-ը կիբերանվտանգության ռիսկերից խուսափելու համար։ Պաշտոնյաներն ասում են, որ հաճախ WhatsApp-ը սխալ է գեներացնում տվյալները, ինչն էլ դառնում է արտահոսքի պատճառ։ Օրենսդիրները խորհուրդ են տվել անցում կատարել այլ հարթակների։ Թույլատրվել է նաև Signal-ի օգտագործումը, թեև այդ հարթակն էլ վերջերս հայտնվել էր տվյալների արտահոսքի սկանդալի կենտրոնում, որն առաջացել էր մարդկային սխալների հետևանքով։ Meta ընկերության խոսնակը կոշտ արձագանքել է այս որոշմանը, ընդգծելով, որ Meta-ն չի համաձայնում ներկայացված գնահատականների հետ։ Նա կոչ է արել պալատին թույլ տալ օրենսդիրներին օգտագործել WhatsApp-ը։ Ֆլորիդայի հյուսիս-արևելքում 3 օր տևած որոնուղապրկարական աշխատանքների հետևանքով հայտնաբերվել են 25 անհետ կորած երեխաներ, որոնցից շատերը փախել էին։ Շատերն անհետացել էին 10 օրից մինչև 1 տարի առաջ, և իրավապահները փորձում են պարզել, արդյոք նրանք դարձել են մարդկանց թրաֆիքինգի կամ սեռական շահագործման զոհ։ Ըստ մասնագետների, երեխաները հնարավոր է փախել են ծնողական բռնությունից, անտեսումից կամ այլ տոքսիկ միջավայրերից, իսկ որոշ դեպքերում կարող են ներգրավված լինել օնլայն ծանոթությունների կամ կազմակերպված հանցագործության թակարդում։ Փրկված երեխաներին տրամադրել են սնունդ, հիգիենիկ պարագաներ և հոգեբանական աջակցություն։ Մասնագետները զրուցել են նրանց հետ, պարզել, թե ինչ հանգամանքներում են նրանք փախել և ինչ օգնության կարիք ունեն։
Գնալով աճում է մտահոգությունը պարտադիր զինվորական ծառայության վերականգնման շուրջ։ Իրան-Իսրայել լարվածությունը ու Ամերիկայի ուղիղ ներգրավվածությունը մարդկանց շրջանում բերել է այն համոզմանը, որ ամերիկյան կառավարությունը կարող է գործարկել համազգային զորակոչը։ Կոնգրեսում այս պահին նման օրինագիծ չի քննարկվում։ Washington Post-ը դեռ անցյալ տարի տեղեկացրել էր, որ Թրամփի վարչակազմի որոշ նախկին պաշտոնյաներ եւ հանրապետական օրենսդիրներ աջակցում են պարտադիր ազգային ծառայության գաղափարին։ Նրանք առաջարկում են, որ քաղաքացիները ծառայեն ոչ միայն բանակում, այլև քաղաքացիական ոլորտում, առողջապահություն, արտակարգ իրավիճակներ եւ այլն։ Այս պահին բոլոր 18-ից 25 տարեկան տղամարդիկ պարտավոր են գրանցվել Selective Service System-ում։ Եթե ծառայությունը նորից դառնա պարտադիր, ապա առաջին հերթին ծանուցումներ կստանան 20 տարեկան դառնալու շեմին գտնվողները։ Թեև պաշտոնական որոշում դեռ չկա, բայց հասարակական վախերը ու քննարկումները օր-օրի ավելանում են։ Մեկնաբանություններում գրեք, թե ինչ եք կարծում, արդյոք Միացյալ Նահանգներում կվերականգնվի պարտադիր զինվորական ծառայությունը, թե ոչ։ ԱՄՆ-ում վիզա ստանալը նոր կառավարության վարած քաղաքականության պատճառով բավականին բարդ է, բայց մեր գործընկերները բազմիցս ապացուցել են, որ լավ պատրաստված լինելու դեպքում այն հնարավոր է։ Smart Assist-ի մասնագետները արդեն օգնել են հարյուրավոր ուսանողների, գործարարների եւ Հայաստանի քաղաքացիների ընտրելու վիզայի ճիշտ տեսակը, ստանալու հրավերներ ԱՄՆ-ից, կատարել անհրաժեշտ ամրագրումներ եւ նախապատրաստվել դեսպանատան հարցազրույցին։ Թիմը քայլ առ քայլ ուղղորդում է դիմորդներին, ապահովելով անհատական մոտեցում։ Նշեմ, որ առաջին խորհրդատվությունն անվճար է, պարզապես պետք է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով, որը կգտնեք մեկնաբանությունների դաշտում, եւ Smart Assist-ի մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ։ Իրան-Իսրայել լարվածությունը շարունակվում է աճել, թեպետ կողմերը հրադադարի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, բայց հատուկ կենտ խախտումներ լինում են ու բոլորն էլ մեղադրում են մեկ-մեկու։ Դոնալդ Թրամփը հանդես է եկել սկանդալային հայտարարություններով, քննադատելով ինչպես Իսրայելին, այնպես էլ Իրանին։ Նրա խոսքով, նրանք այնքան վաղուց են կռվում, որ արդեն չգիտեն ինչ են անում։ Թրամփը հատկապես դժգոհություն է հայտնել Իսրայելից, որը ըստ նրա հրադադարի հենց առաջին ժամին ռմբակոծել է Իրանը։ Նա նշել է, որ հնարավոր է, որ Իրանի արձակաթրթիռը եղել է պատահական, սակայն նման քայլը չի արդարացնում Իսրայելի զանգվածային հակահարվածը, ավելացնում է, այդքան ռումբեր ես երբեք չի տեսել։ Թրամփը կոշտ է քննադատել CNN-ին եւ NBC հեռուստաալիքներին, մեղադրելով նրանց, թե նրանք կասկածի տակ են դրել Թրամփի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ն խոցել է Իրանի միջուկային օբյեկտները։ Թրամփը CNN-ը անվանել է աղբ եւ սրիկա լրատվամիջոց, նշելով, որ դրանք նսեմացնում են ռմբակոծիչների օդաչուների գործը։ Թրամփը պնդել է, որ օբյեկտները ամբողջությամբ ոչնչացվել են եւ օդաչուները գործել են մթության պայմաններում, բայց հստակությամբ կատարելով առաջադրանքը։ Թրամփը ասել է մեջբերեմ, նրանք հարվածեցին թիրախին եւ այնտեղ այլևս ոչինչ չի մնացել։ Մեջբերման ավարտը։ Նախագահը նաեւ պահանջել է, որ CNN-ը եւ NBC-ն հրապարակային ներողություն խնդրեն օդաչուներից։ Նա մեղադրել է մեդիային իր դեմ գործող քարոզչության մեջ, ասելով, որ նրանք փոխարենը պետք է բարձրաձայնեին արիության մասին։ Սիրելի հետևորդներ, YouTube-յան վիճակագրության համաձայն մեզ դիտողների 75%-ից ավելին բաժանորդագրված չէ մեր YouTube-յան ալիքին։ Այնպես որ, եթե ցանկանում եք մեզ դիտել ու աջակցել, ապա պարզապես բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը։ Իսկ այժմ, մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Թրամփը պաշտոնապես առաջադրվել է Նոբելյան խաղաղության մրցանակի Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարի միջնորդության համար։ Նրա թեկնածությունը առաջադրել է Ջորջիայի նահանգից հանրապետական կոնգրեսական Բադի Քարթերը, իսկ Թրամփը ինքը այս լուրը հրապարակել է սոցիալական ցանցում։ Սա վերջին տարվա ընթացքում Թրամփի երրորդ առաջադրումն է։ Նախկինում նրան առաջարկել էին մրցանակ շնորհել նաեւ Իսրայել, ԱՄԷ եւ Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների բարելավմանն աջակցելու համար։ ԱՄՆ-ում բենզինի գինը կտրուկ բարձրացել է Մերձավոր Արևելքում ծավալված պատերազմի պատճառով։ Չնայած Սպիտակ տան հավաստիացումներին, որ պատերազմը կանգ է առել, վառելիքի շուկայում անորոշությունը դեռ պահպանվում է։ Amazon-ը հայտարարել է, որ մինչև տարվա վերջ նույն օրյա կամ հաջորդ օրվա առաքում կսկսի առաջարկել ԱՄՆ-ի ավելի քան 4000 փոքր ու գյուղական համայնքներում, ինչը հասանելի կլինի տասնյակ միլիոնավոր մարդկանց։ Ընկերությունը նշում է, որ այս քայլով ցանկանում է բարելավել հատկապես գյուղաբնակների սպասարկումը, ովքեր մինչև այժմ բախվում էին դանդաղ առաքման ու սահմանափակ ընտրությունների խնդիրներին։
Եթե ձեզ հետաքրքիր են նման նորությունները եւ ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին եւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Մի մոռացեք սեղմել զանգակը, որպեսզի բաց չթողնեք մեր նոր թողարկումները։ Համազգային բողոք է սկսվել McDonald's-ի դեմ։ Պատճառն այն է, որ ընկերությունը ցանկանում է կրճատել բազմազանության, հավասարության եւ ընդգրկման ծրագրերը։ Շարժման ղեկավարը նշել է, որ սա պարզապես սննդի մասին չէ, այլ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու փորձ։ Բոյկոտ կազմակերպած People's Union USA կազմակերպությունը պահանջում է, որ McDonald's-ը վերականգնի իր սոցիալական պարտավորությունները եւ չնահանջի քաղաքական ճնշումների տակ։ Քննադատները կարծում են, որ այս փոփոխությունը համընկնում է Թրամփի քաղաքական գծի հետ։ Շարժման մասնակիցները պնդում են, որ խոշոր ընկերությունները պետք է շարունակեն աջակցել հավասարությանը եւ ներառականությանը, անկախ քաղաքական փոփոխություններից։ Այսը ձերբակալել է Իրանի 11 քաղաքացու ահաբեկչության կասկածանքով։ Նրանցից մեկը դիպուկահար է, ով ԱՄՆ է եկել ամուսնական վիզայի միջոցով, իսկ մյուսը կասկածվում է Հեզբոլլահ շարժմանը անդամակցելու մեջ։ Մնացած ձերբակալվածները ունեն դատական անցյալ թմրամիջոցների, ընտանեկան բռնության կամ անօրինական զենքի գործերով։ Ներքին անվտանգության նախարարությունը զգուշացրել է, որ Իրանի հետ կապված ահաբեկչական ռիսկերն աճում են եւ նախազգուշացումը ուժի մեջ կմնա առնվազն մինչեւ սեպտեմբեր։ Խաղաղ օվկիանոսում խորտակվել է բեռնատար, որի վրա եղել է 300 մեքենա, որից 800-ը էլեկտրական։ Այսպիսով, պատճառը եղել է հրդեհը ու նախնական բարկածի, հրդեհը բռնկվել է այն տախտակամածի վրա, որտեղ եղել են էլեկտրական մեքենաները։ Անձնակազմը լքել է նավը, որը մնացել է ծովում անկառավարելի վիճակում։ Մինչև հիմա չի պարզվել, թե ինչ մակնիշի ավտոմեքենաներ էին տեղափոխվում։ Այս միջադեպը նորից առաջ է բերում մտահոգություններ կապված էլեկտրամեքենաների, մասնավորապես լիթիումային մարտկոցներով բեռների անվտանգության հետ։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում կրթության մակարդակը բավականին բարձրացել է։ Շատ մարդիկ են ավարտում բարձրագույն ուսումնական հաստատությունները, բայց նահանգների միջև հսկայական տարբերությունը պահպանվում է։ Այժմ եկեք այս մասին հստակ խոսենք փաստերով ու թվերով։ 2011-ին բնակչության 28%-ը չէր ավարտել դպրոցը, իսկ եւս 28%-ը ուներ բակալավրի կամ բարձրագույն կրթություն։ Այժմ դպրոց չավարտածների թիվը նվազել է մինչև 26%, իսկ բարձրագույն կրթություն ունեցողները հասել են 35%-ի։ 60 միլիոն մարդ իրենց բարձրագույն կրթական մակարդակն ավարտել են միջնակարգ դպրոցով կամ ունեն ընդհանուր կրթական զարգացման վկայական, իսկ մոտ 44 միլիոն մարդ ունեցել է միայն որոշ քոլեջային կուրսեր առանց աստիճանի։ 31.4 միլիոն մարդ ունեցել է մագիստրոսական կամ մասնագիտական աստիճան։ Սա զգալի համեմատ աճ է 3.4%-ային կետով։ Բակալավրի աստիճան ունեցողների թիվն ավելացել է մոտավորապես նույնքան, եւս 3.4%-ային կետով։ ԱՄՆ-ում ամենաբարձր կրթական մակարդակ ունեցող տարածքն է Վաշինգտոն քաղաքը, որտեղ բնակչության 63%-ն ունի բակալավրի կամ դրանից բարձր աստիճան։ Նրանցից 37.8%-ը ունեն մագիստրոս կամ մասնագիտական աստիճան։ Համեմատության համար այս բնակչության միայն 12.6%-ն է ավարտել միայն միջնակարգ դպրոց եւ ընդամենը 6.2%-ը առանց որևէ ավարտական վկայականի է մնացել։ Մասաչուսեթսում բնակչության 47%-ը ունի բակալավրի կամ բարձրագույն կրթություն։ Այստեղ կենտրոնացած են Հարվարդը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը եւ եւս 20-ից ավելի համալսարաններ։ Կալիֆոռնիայում կրթական իրավիճակը բազմաշերտ է։ Շուրջ 15% բնակչություն չի ավարտել դպրոցը, ինչը ամենաբարձր ցուցանիշներից է երկրում, սակայն մյուս կողմից 37.5%-ը ստացել է բակալավրի կամ բարձրագույն կրթություն։ Ոչ բոլոր նահանգներում է իրավիճակը այսքան բարենպաստ։ Արևմտյան Վիրջինիայում, որտեղ միջին եկամուտն ավելի ցածր է, միայն 24%-ն է ունեցել բակալավրի կամ ավելի բարձր աստիճան։ Նրան հաջորդում է Լուիզիանան 26%-ով։ Այս նահանգներում բարձրագույն կրթության հաստատությունների սակավությունն էլ դեր է խաղում։ Բնակչության այս մասը, որը չի ավարտել միջնակարգ դպրոց կամ չի ստացել որևէ վկայական, ամենաշատն է Կալիֆոռնիայում 16% եւ Տեխասում 15.4%։ Համեմատության համար Մինեսոտայում այդ ցուցանիշը ընդամենը 6.8% է։ Բակալավրի կամ բարձր աստիճան ունեցողների ամենամեծ աճը գրանցվել է Վաշինգտոնում 12.9%, Վերմոնտում 10.8 եւ Մեյնում 9.2։ Նվազագույն աճը ընդամենը 4.1%-ային կետ արձանագրվել է Հյուսիսային Դակոտայում։
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ում կրթական մակարդակը շարունակում է բարձրանալ, մարդիկ ավելի շատ են ստանում բարձրագույն կրթություն, բայց միևնույն է, նահանգների մեջ կա հստակ տարբերություն ու դա պայմանավորված է աշխարհագրական դիրքով, սոցիալ-տնտեսական զարգացվածությամբ, բայց միևնույն է, ԱՄՆ-ում կրթությունը շարունակում է մնալ երկրի շարժիչ ուժերից մեկը։ Այժմ եկեք խոսենք երկրի բնական ռեսուրսներից մեկի՝ ուրանի մասին, որը պատերազմի ֆոնին կրկին հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Նաթանզիի տարածքում վնասվել են ստորգետնյա սրահներ, որտեղ Իրանը պահում էր հարստացված ուրան։ Ըստ կազմակերպության, այս տարածքներում հնարավոր է առաջացել են քիմիական աղտոտման ռիսկեր, քանի որ նյութերն ինքնին վտանգավոր են եւ կարող են վնասել շրջակա միջավայրը։ Գործակալության մասնագետները առայժմ չեն կարողանում պարզել, թե ուր է տեղափոխվել ավելի քան 400 կիլոգրամ հարստացված ուրանը, որը վերջին անգամ ստուգվել է իսրայելական ռմբակոծություններից մի քանի օր առաջ։ Կազմակերպությունը պատրաստ է վերամեկնարկել վերահսկողությունը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Իրանը ներկայացնի նյութերի գտնվելու հստակ վայրը։ Եվ վերջին լուրը ծովային աշխարհից։ Վաշինգտոնի եւ բրիտանական Կոլումբիայի միջակայքում կենսաբանները արձանագրել են հետաքրքիր երևույթ, այս անգամ կետազգիների մոտ։ Դրոնների միջոցով կատարված դիտարկումները ցույց են տվել, որ ծովի գիշատիչ կետերը միմյանց համար կազմակերպում են, այսպես ասած, սպա սեանսներ, օգտագործելով ջրիմուռները։ Նրանք ջրիմուռի կտորներն են կտրում, պահում իրենց մարմնի եւ զուգընկերոջ միջև ու գցում մերսման նման շարժումներով։ Այս վարքագիծը ոչ միայն օգնում է նրանց մաքրել մաշկը մեռած բջիջներից եւ ազատել մակաբույծներից, այլ նաեւ նպաստում է սոցիալական կապերի ամրապնդմանը։ Միայն 2 շաբաթվա ընթացքում մասնագետները փաստագրել են մոտ 30 նման դրվագ, որոնցից յուրաքանչյուրը տևել է շուրջ 15 րոպե։ Սա առաջին դեպքն է, երբ գիտականորեն հաստատվում է, որ ծովային կաթնասուններն օգտագործում են բնական գործիքները ոչ միայն սեփական, այլ միմյանց խնամքի նպատակով։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։ Շնորհակալություն։